Իսկ հիմա ես ուզում խոսել Իսրայելը խիստ ուրբաթ օրվանից ռմբակոծում է Իրանը։ Իրանը նաև, տեսնում եք այսպես այս պատերազմի սկսել, Իրանը նաև հեռարձակումներ անում, մինչ հիմա մոտավորապես 400 բալեստիկ միսայլ հերթիր է ղրկել դեպի Իսրայել, բայց Իսրայելը գմբեթ ունի, այսպես վահան ունի իր շրջանի վրա, որ Ամերիկան 5 միլիարդ ծախսել է, որպեսզի ապահով դարձնի այդտեղ։ Նույնը Թրամփ ասում է երևի պետք է Ամերիկայի վրա էլ լինել, բայց Ամերիկայի վրա ուզենան այդ պատրաստեն, կարող է մոտարապես 80 բիլիոն դոլար ծախսին է։ Ամենայն դեպս այդ գումարը ծախսել են տարիներ Իսրայելը այդ գմբեթ ունի, որ որևէ հրթիռ գալիս է դեպի Իսրայել, օդի մեջ իրեն չեզոքացնում են։ Եվ տարօրինակ է, որ հիմա պիտի նայեն պատերազմից հետո, որ ինչպես է Իրանը, որ 400-ից ավել հրթիռ ղրկել է բալիստիկ միսայլ ուղարկել է, մի մասը կարողանում են ներխուժի մտնի Իսրայելի տարածք եւ վնասներ է հասցրել, 24 հոգի մահացել են, որոշ շենքեր վերացել են։ Մեծ թվով այդ աշխատանքը արեց Իրանը առաջին օրերը։ Հիմա շատ քիչ է պատահում։ Հիմա հայտնի չի, որովհետև դեռ պատերազմ շարունակվում է, իրենց բոլոր այդ հրթիռները չեն ուզում ուղարկել, թե չունեն որ ուղարկեն, որովհետև Իսրայելը գնում է այնտեղ ռմբակոծում է։ Մեծ տարբերություն կա, որ Իրանից դուք մեկ հրթիռ ղրկեք, հետո անգամ մտնի Իսրայել, այդքան զոր չի, ինչ որ օդանավը գնում է, Իսրայելի օդանավը գնում է Իրան, ռմբակոծում է ամեն ինչ այդտեղ։ Մեծ տարբերություն է։ Հիմա ասել են, որ Թեհրանում 17 միլիոն մարդ է ապրում։ Ասել են, որ կարող են գնան Թեհրանից, որտեղ ռմբակոծումները շարունակվելու։ Հատկապես անում են, որպեսզի կառավարությանը դժվար կացության մեջ տնեն, մնան զինվորականներ կամ մարդիկ, որ ավել հեշտությամբ հարված են։ Իսկ խնդրեմը սա է, որ այսօր ինձ հետ մի քանի հոգի զանգահարում են, որ իրենց ազգականները, եղբայրները, քույրերը Իրանում են, բայց չունեն հնարավորություն, այս հայերը հնարավորություն չունեն, որ ուր գնան, նախ միտեղ չունեն գնան, երկրորդ բենզին չկա, որ միտեղ գնան, ոմանք իրենցից մեքենա ունեն, ոմանք մեքենա նաև չունեն, ուր պիտի գնան հիմա դրանք, մեծ դժվարություն Թեհրանում այդ նման մարդկանց համար։ Ես հիմա հայերի մասին խոսեցի, պարսիկներ երևի մի 10 անգամ, 20 անգամ ավելի կլինեն, որ չկա որ մարդիկ այնտեղ չունեն գնալու, հնարավորություն չունեն գնալու եւ մանավանդ եթե բենզին չկա, ուր պիտի կարողանա անձը գնա։ Մեքենա հարկավոր է, բենզին հարկավոր է, դաժան վիճակ է տիրում Իրանում այս վարկյանում։ Ես հիմա ուզում եմ այստեղ ցույց տալ դեպքերից, ինչ որ տեղի ունենում, այստեղ տեսնում եք, սա Իրանն է, որ այդ հրթիռներն է Իրանի գնում էր, իսկ սա Իսրայելը գնում է, ուր որ օդանավներ կա, F-14 տեսակի fighter jets, գնում է ռմբակոծում է այդ ռազմօդանավներին Իրանի։ Թրամփը նախապես Իրանի հետ բանակցում են, անցյալ կիրակի պետք է նորից բանակցեին, ասում է առանց պայմանների Իրանը աշխարհի 7-րդ ամենամեծ տարածք ունեցող երկիրն է, որը պարունակում է 1,648,195 քառակուսի կիլոմետր։ Հանձնվեք, ասում է նախագահ, այսինքն Իրանին է ասում, հանձնվեք առանց պայմանների։ Հիմա մենակ Ամերիկան ունի ռումբեր, որ այդ ռումբերը կարող է տարածք մտնի եւ ասեն որտեղ պայթի, որ մոտարապես 200 ֆիտ 60 մետր գնում է խորք ու հետո է պայթում։ Հիմա այստեղ տեսնում եք նախագահ Թրամփը ասում է մենք երկինքը Իրանի, այսինքն երկինքը
բոլոր մենք իր կոնտրոլն ունենք։ Հիմա ոմանք հարցնում են, միթե ամերիկան արտգործ նախարարը ասում են մենք որևէ կապ չունենք այս պատերազմին։ Ինքը Թրամփ ասել է ամերիկացիք մասնակից չեն։ Հիմա ինչպես է գրում, որ մենք Իրանի երկնքի կոնտրոլ ունենք։ Եվ սա մտահոգություն է որոշ մարդկանց համար իհարկե, որ ուրեմն Ամերիկան ուղղակի այս պատերազմին մասնակից է, այսպես այս արտահայտությունը այդպես համոզման եկան ժողովուրդը, ուրեմն իր անուղղակի, այստեղ որ տեսնում եք հունվար 2025-ի պատկերը, ուր որ սարերի մեջ ատոմակայանը ինչ որ իրենք ունեն կամ հարստացնում են ատոմը այդ սարերի մեջ է տեղի ունենում։ Ուրեմն Իսրայելը չունի այդպես որ ճեղքի սարերը գնա հասնի այդ տարածքին եւ դա է որ միայն ամերիկան կարող է անի։ Ասում է տարբեր առիթներ կա, Թրամփը ասում է աշխատանք անելու, որ ամերիկյան ռազմանավները գնան Իրանը ռմբակոծեն, ինչ որ Անգլիայից հեռացել են խոշոր ռազմօթանավներ, ամերիկյան ռազմօթանավներ դեպի Միջին Արևելք գնալու։ Այաթոլլահ Խամենեին ասում են թաքնվել է միտեղ եւ Ամերիկան եւ Իսրայելը ասում են մենք գիտենք ուր են թաքնվել, ըստ նախագահի ասացին Թրամփի ասել են որ հիմա մի ռմբակոծեք, մի սպանեք Այաթոլլահ Խամենեին եւ տեսնում եք այստեղ Թրամփն ասում է մենք գիտենք ուր է թաքնված եւ ինքը հրաման է տվել իհարկե Իսրայելը երբ ինչ ուզում անում է կարևոր չէ Ամերիկայի նախագահն ինչ է ասում անում է Թրամփ լինի, Բայդեն լինի, Օբամա լինի եւ բոլոր ինչ ուզեն կանեն։ Թրամփը Կանադայում 7-յոթնիակների ժողովին էր մասնակցում, բայց առանց համաձայնագիր իրենցը, որ համաձայնագիրը գրված էր ասելով որ երկու կողմերին խրախուսում են, որ պատերազմը դադարեցնեն, Թրամփը չի ստորագրում այդ համաձայնագիրը եւ թողնում է մի օր առաջ Կանադան թողնում է գալիս է այստեղ որպեսի մասնակցի իր ղեկավարության հետ ժողով ունենա։ Ասում է ես ուզում եմ պատերազմը վերջանա, ոչ թե դադար տեղի ունենա, լրիվ պատերազմը ավարտվի եւ մի ուրիշ տեղացել էր ավարտելով, այսինքն լրիվ Իրանի այդ ատոմականները ոչնչացն է։ Այստեղ տեսնում եք, ասում են նրանք պետք է հանձնվեն, եթե հանձնվեն, դա էլ օքեյ է։ Ասում են նախապես, երբ որ բանակցում էինք, պետք է համաձայնվեին, ստորագրեին, իրենց ասեն էի, որ դուք ստորագրեք այս համաձայնագիրը, ինչ որ մենք ենք որոշել, հանձնել էին, ասում են դուք այդ համաձայնագիրը ստորագրեք եւ ասում են հիմա էլ չեմ ուզում բանակցեմ։ Ասում են հիմա լրիվ Իրանի երկնքի կոնտրոլը մենք ունենք եւ ասացի բոլորի զարմանք սա է որ Ամերիկան կապ չունի պատերազմին ինչ է նշանակում երկրի կոնտրոլը իրենք ունեն։ Այսպես տեսնում եք տարածքը նորից որտեղ այդ ատոմակայանը գոյություն ունի Նաթանզում, այսպես տեսնում եք հիմա միայն Ամերիկան ունի ռումբ, որ խելացի ռումբ, որ մտնում է մինչև որտեղ որ ուզում են, հետո պայթում է։ Այսպես փոխնախագահ նաև արտահայտությունները այս առիթով կատարում, ինքը փոխնախագահն համաձայն չէր, որ Ամերիկան գնա ուրիշ երկիր պատերազմի մասնակցի, համաձայն չի եղել, բայց հիմա որովհետև նախագահը ասում է կարող է Ամերիկան գնա ռմբակոծի, հիմա այսպես դեմ արտահայտություն չի կատարում փոխնախագահ այս երկրի։ Հարյուրավոր մարդ մահացել է Իրանում
Իսրայելում 24 հոգի է մահացել, հազարավոր մարդ վիրավորվել են Իրանում։ Այստեղ տեսնում եք երկրի տատախազության շենքն է, որ լրիվ ռմբակոծեն են, փլվել է Իրանի, այսպես տեսնում եք ծովուժի եւ օթուժի, սա ծովուժի շենքն է, լրիվ ռմբակոծված եւ փլված է, այստեղ տեսնում եք եւ նաեւ օթուժի ընդհանուր ղեկավարության շենքը, նաեւ այստեղ տեսնում եք ուրիշ շենք, որը լրտեսական սարքավորումի շենքն էր, նաև ռմբակոծեր են արտգործ նախարարության շենքը Թեհրանի հյուսիսում, այսպես տեսնում եք բոլոր այս շենքերը, նաև Իրանը գիտեք իրեն հարստությունը միայն նավթն է, նավթի ընկերության կենտրոնական շենքը Թեհրանում նաև այսպես տեսնում եք ռմբակոծել են մեծ վնաս Իրանին եւ ասացի ամենադժվար կացությունը հասարակ մարդը, սովորական մարդը, որ տուժողն է այս պատերազմի, տուժողը այդ սովորական մարդն է, ինչ որ ապրում է Իրանում եւ նամանավան Թեհրանում։ Ես ուզում եմ նաև հիմա խոսել այս ռմբակոծումներին կից կամ նաև Իսրայելը թիրախ էր դարձրել Իրանի բարձրագույն ղեկավարությանը, գեներալներին եւ խորհրդատուներին։ Հիմա դրանք ուզում եմ ցույց ցուցադրել, որ այս ռմբակոծումն է, տեսնում եք Իսրայելն է օթանավներ են ռմբակոծել, քիչ առաջ տեսնում եք նաև այս ռմբակոծումները եւ Իրանի բոլոր մասսամ զինվորական սպայակույտի ղեկավարություն, օթուժ, ցամաքային եւ ծովուժի ղեկավարներին հարձակվել է, սպանել են, որ մի քանիսի պատկերը ես ուզում եմ ցույց տալ։ Անգամ մեկ ընդհանուր ղեկավարին սպանել էին, իրեն տեղ նշանակել էին այս գեներալին, Շադմանի նշանակել էին, սրան նաև սպանել են, այսինքն 4 օր առաջ, նա որ երկար տարիներ, աչում տեսնում եք, երկար տարիներ ղեկավար էր, հետո իրեն ում որ նշանակել են, փոխարինի իրեն նրան էլ սպանել են, որովհետև թվում է, որ Իրանում Իսրայելը ունի, սա Իսրայելի նախարարներից է խոսում այս մասին, որ ասում է պատերազմ շարունակվելու է, բոլորը ուրախությամբ եւ շարունակելու ենք, հարձակվելու ենք մինչև լրիվ վերացնենք։ Թեհրանի փողոցն եք տեսնում, որ նրանք, որ հնարավորություն ունեն, մեքենա ունեն, կարողացան բենզին ունենալ կամ կարող են գտնել, հեռանում են քաղաքից։ Իսկ ընդհանուր սա բանկերի ATM-ն է, որտեղ գումար պիտի վերցնեն, ոչ մեկ չի աշխատում, որտեղ էլեկտրականություն չկա, որ աշխատի, որ մարդիկ եթե գումար նաև չեն կարող վերցնել։ Իսրայելը այս վիդեոները հրապարակել է, գեներալներ, որ այստեղ տեսնում եք, ամենաբարձրագույն գեներալները այստեղ տեսնում եք, բոլորը սպանվել են Իսրայելի միջոցով, այստեղ տեսնում եք։ Եվ Գերմանիայի վարչապետն է, այստեղ որ ասում է, որ սա դժվար կամ կեղտոտ գործ էր, որ Իսրայելը մեզ համար է անում։ Չինաստանի ղեկավարն ասում է, որ խրախուսում է, որպեսզի դեսկելացիա անեն կամ կանգնեցնեն, դադարեն այս պատերազմը, բայց թեև Չինաստանը եւ Ռուսաստանը մոտիկ բարեկամներ են Իրանի հետ, բայց ոչ մի ուրիշ կամ օգնություն չկա, բացի արտահայտվել են, որ ցանկություն են պատերազմ կանգնել։ Սա Իրանն է Իսրայելում վնաս է հասցրել, մարդկային վնաս չի եղել, բայց տեսնում եք այս ավտոբուսն է կանգառում հրդեհվել է, փոս է եղել, բայց այնտեղ բացի այն առաջի անգամ որ 24 հոգի մահացել են, մարդկային վնասներ Իսրայելում չի եղել, տեսնում եք այդտեղ պատկերներն էր Իսրայելում ինչ է պատահել։
Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, շարունակեմ խոսեմ հեղեղ ինչ որ Ամերիկայում տեղի ունենում Primate Pharmacy ովանավորում է ծրագիրը Highland եւ Glenox փողոցի վրա է գտնվում այդ հատման կետին։ Սա հեռախոսահամարն է իրենց 818 6 000 777 շատ հիշտ համար է, եթե տեղերի կարիք ունեցաք այդտեղ զանգարեք կամ մի տեղատունից ձեր տեղերը ստանում եք կողջեք զանգարեք իրենք ձեր տեղերը կբերեն, կհասցնեն ձեր տանը անպայման կողք կմնաք իրենց ծառայությունից, իրենք դա խոստանում են ձեզ։ Երևան shipping ովանավորում է ծրագիրը։ Երևան shipping ձեզ է առաջարկում $100 ղրկեք, $1 եք վճարում։ Ուրիշ կենտրոններից եթե ղրկեք, $3.5-ից $5 պիտի վճարեք 100-ի համար։ Ուրեմն եթե 500 իրենց մոտ ղրկեք, համահավասար է ուրիշ կենտրոնից $100 ղրկեք։ Ուրեմն անպայման օգտվեք ծառայությունից։ Ծանրոց ունեք, իրենք նավով տանում են ծանրոց։ 3 ամիս տևում է։ Բայց ինչու նավով ղրկեք, ցանկանում եք կարող եք, իրենք աշխատում են այդ ուղղությամբ նաև։ Իսկ օթանավով մի փանդը ընդամենը $2.99 են առաջարկում։ Եվ մի քանի օր հետո ձեր ազգականը իրենց անրոց կստանա Հայաստանում, փորձեք այդ ճանապարհով ղրկեն։ Եթե պիտի տեղափոխվեք Հայաստան, $2.99 pound-ն է օթանավով, բայց իրենք նավով ձեր կահկարասիկ, մեքենա, բոլորը կարող են նաև ղրկել Հայաստան, նավի միջոցով հետո կարող եք ուղարկել, եթե շատ է, որ շատ գումար չպիտի ծախսեք, խիստ կին, բայց իրենք իջեցրել են, եթե տան կարասիկ բոլորը միասին ղրկում եք մեքենայի հետ, շատ էժան կին են առաջարկում։ Քարավան ռեստորանն է ովանավորում ծրագիրը։ Քարավան ռեստորան գտնվում է Glenox փողոցի վրա է, Grand View փողոցին շատ մոտ է Քարավան ռեստորանը։ Տարատեսակ ճաշ են առաջարկում եւ ընչի կարող եք այցելել։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է ովանավորում ծրագիրը։ Մարգանյան փաստաբանական գրասենյակ ձեզ է առաջարկում։ Եթե դուք վարձակալ եք, ձեր տանը մրջում կա, մուկ կա, միջատներ կան, պահարան բացում եք միջատները սկսում են գնալ կալ։ Զանգահարեք, ձեզ պիտի վարձ եք վճարել դուք այդ ժամանակ, դա բնակելի չի եղել։ Ձեզ պիտի գումար տան իրեն։ Դուք ոչինչ չեք վճարում, մինչև ինքը եթե հաջողի բնակարանի տիրոջից գումար վերցնի, հետո դուք իրեն կվճարեք։ Ծրագիրը ովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան ատամնաբուժներն են ովանավորում։ Որևէ հարց ունեք ատամի հետ, լինդի հետ, այս հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք, զանգարեք։ Ալիվ եւ Glenox փողոցի հենց ճիշտ հատման կետում են գտնվում Բարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբուժարանը կվերադառնա։ Խիստ հեղեղ է տեղի ունենում Ամերիկայի տարածքում հարավ եւ արևելյան նահանգներում, որ այստեղ ես ուզում եմ ցույց տալ, ինչ որ 14 միլիոն մարդ դժվար կացության մեջ է։ Սա ինչ որ տեսնում եք այս վայրկյանից Պիտսբուրգ քաղաքի հյուսիսում էր, տեսեք երեխաներին բերեն են, տեսնում եք այդ բռնելային, որ կարողանան գնան, տեսեք ինչպես է այդ փոթորիկն է տեղի ունեցող, որ գնում է ու վնասում է իր ճանապարհին ամեն ինչ, այսպես տեսնում եք անգամ National Guard-ը կանչեն օգնության, սա տեղի ունենում նաև Նեբրասկայում, հետո Մինեսոտայում, արևմտյան Վիրջինիայում եւ flash flood, այսպես հեղեղ տեղի ունեցող տարածքները տեսնում եք այն շենքը ինչ որ հերվում տեսնում եք տեղից քանդեն է բերերն է վայրը գցել այդտեղ իսկ այդ զոհերի մեջ նաև ինչ որ տեսնում եք նաև այս տղա է իր մայրիկի հետ ինչ որ տեսնում եք հեղեղ իրենց տարերն է դժբախտաբար ես ուզում եմ խոսեմ ձեզ զեկուցել էի որ Մինեսոտայում մեկ անձնավորություն որ պարկացած է ընդհանուր
դեմոկրատների վրա բարկացած է լինում, ատրճանակ վերցնում է ու գնում է Մինեսոդայի ներկայացնի տան խոսնակին սպանում է եւ իր ամուսնուն սպանում է գնում է այնտեղ եւ սպանում է նրանց նաեւ մեկ սենետրի դեմոկրատ կրակում է նրանք զարմանում են որով գիտեին որ ոստիկան մեկ հոգով չի կա դուրը թակի ասի դուրը բացեք այդպես չի լինում դա ինքը որտեվ տարիներ այդպես օրենսդիր մարմնի անդամ էր գիտե դուրը չի բացում բայց կրակում է անձը իրեն եւ իր կնոջը երկուսը վիրավորվում են բարեբախտաբար չեն մահանալու իսկ մի 4 տարեկան շուն են ունենում որ քիչ հետո կտեսնեք այնպես վիրավորվում է որ մտածում են ավել լավ է այս շնին վերացնեն որովհետեւ հնարավոր չի փրկել տանջվում էր այդ շունը հիմա ես այստեղ ուզում եմ ցույց տալ տեսնեք հուղարկավորության արարողությունն է ինչ որ կատարվում է այդ ներկայացնի տան ղեկավարի սա ոչրագործն է որ տեսնում եք մազունի այդտեղ տեսնում եք սա զոհերն են որ մահացել են աչը այսինքն ծախում այդ կինն է որը ներկայացնի տան խոսնակներ իր ամուսնու հետ եք տեսնում երկուսի թաղման արարողություն տեսնում եք եթե իր նույն մարդն է բայց եթե նայեք տեսնում եք մի ձև է իրենց սարքել որ չկարողանան եթե նկարում են նաև չանդրադառնան ինքն է մազերը տեսնում եք թաքցրած է այստեղ հատկապես աշխատանք է տարել դուրը թակում է ու այսպես որ չեն բացանում կրակում է այսպես տեսնում եք հիմա փայտ են դրել այդ զոհերի տանը սա այդ շունն է ինչ որ վիրավորվել էր ասացի իրեն euthanize կամ վերացնում են շնին որ չտանջվի դրանից ավել իսկ մյուս սենեթերը եւ իր կինը նրանք դեռ մնում են հիվանդանոց իր մոտ գտնում են հետո հրացան ատրճանակներ cash $10,000 passport պատրաստ passport եւ butler իր անունն է կնոջ մեքենայի մեջ են գտնում բոլոր սրանք թվում է որ ինքը պատրաստվել էր այդ մեքենան օգտվի փախուստ տալու կամ այս երկրից գնալու այդպես նախատեսում են հիմա ներկայացնի տան սա նորից այդ զոհերին եք տեսնում աչում իրենց երեխաների հետ նկարը այդ օրենսդիր մարմնի նախագահը կամ խոսնակը իր ամուսնու եւ երեխաների հետ եք տեսնում անցյալում նկարված իհարկե եւ այսպես դժբախտություն ինչ որ պատահերն է տեսնում եք իր հարգանքին իր պատկերը տրեն էին եւ ծաղիկ էին տեղադրել ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ պիտի խոսեմ նախագահ Թրամփի մասին նոր հեռախոս է առաջարկում ավել էժանագին որ գիտեք հեռախոս այս երկու արժանչի ցերկի հեռախոսները դա նորությունը ցես բացատրեմ հետո նրանից հետո Նյու Յորքի քաղաքապետարանի այսինքն քաղաքապետի տեխնացուի մասին խոսեմ որ ձերբակալվել է իսրագիրը հովանավորում է Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը Vivaldi venues catering 3 սրահներ ունի 120 150 եւ 300 տարողությամբ եթե հարսանիք կնունք նշանտրեք պիտի տեղի ունենա կամ հոգեհաց պիտի տակ կարող եք օգտվել իրենց ծառայությունից իսկ ամեն օր ճաշ են առաջարկում ճաշը $150 է 5 հոգու համար է բայց 5 հոգից ավել կարող են օգտվել այդ ճաշից ռեգլամում կտեսնեք ինչ են առաջարկում դոկտոր Թավանսի աչքի վիրահատող բժիշկը ինչ որ հովանավորում է ծրագիրը սա իր հեռախոսահամարն է եթե ագնոցի կարիք ունեք լենզ պիտի տեղադրեք աչքի ջուր է ուսում ուրիշ խնդիրներ ունեք աչքի զանգարեք այս հեռախոսահամարին ժամադրություն վերցրեք M&M Liquor Market-ն է հովանավորում սա մարքեթ է նաև խմիչք է վաճառում եթե ինչ որ գնեք այս խանութից մինչև $30 առևտրի ժամանակ 10% զեղչ եք ստանալու նաև EBT քարտը ընդունում են իրեն 1951 West Glenox փողոցի վրա է գտնվում
Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը։ Hollywood Piano-ն ընդամենը 1928 թվականից աշխատում է 97 տարի։ Որևէ տեսակ դաշնամուր կարող եք պատկերացնել, դա կլինի ամերիկյան, ֆրանսական, գերմանական, Չեխ Ռեփուբլիկից, ժապոնական, կորեական, չինական, որտեղ որ դաշնամուր են պատրաստում իրենք ունեն։ Երկու հարկի մեջ հարյուրավոր դաշնամուր կա այնտեղ տեսնեք, մեծ փոք տարբեր գույների մեջ, մանուշակ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, ամեն տեսակ այնտեղ կա։ Այցելեք, եթե կարիք եղավ գնելու կամ վարձելու համար։ Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Պատրաստի ճաշ ունեն իրեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու 324 South Glennox փողոցի վրա է գտնվում կվերադառնա։ Նախագահ Թրամփի ցանկություններից էր, որ այս Voice of America, Ամերիկայի ձայնը, որ ռադիո, տելևիզիոն երկուսն էլ ունին, 1.1 բիլիոն իրեն ծախսը իջեցնեն։ Մոտավորապես շատ ռադիոներ կտրեցին։ Դրանց մեջ նաև պարսկերեն լեզվով ռադիո եւ հեռուստացույցը մասամբ կրճատում են արել այնպես, որ անիմաստ մի բան էր դարձել։ Հիմա երբ որ այս պատերազմը հիմա Իսրայելը սկսել է Իրանի հետ, պարսկերեն հեռարձակումները աշխատողներին բոլորին հանեն էին աշխատանքից, ասել են, որ վերադառնան այդ աշխատողները Voice of America-ի եւ այսպես հիմա իրենց աշխատանքը պետք է շարունակեն, դատ էին իհարկե աշխատողները այդ Voice of America-ի բաց արել, որովհետեւ Voice of America-ն կառավարության լրիվ հովանու տակ չէր աշխատում, միցև անկախություն եւ կառավարության կապ ուներ։ Ամենայն դեպս հիմա պարսկական մասը թույլ են տվել, որ շարունակեն, որպեսզի կարողանան իրենց պրոպագանդան տարածեն Իրանի տարածքում, որովհետեւ իրենց հույսն է, որ ռեժիմը տապալեն։ Ուրեմն եթե ռեժիմը տապալեն, դա իրենց շատ օգնելու է այսպես։ Հիմա նաև նախագահ Թրամփը հրաման տվեց, որ այդ անօրինականների ինչ որ ձերբակալում են, որպեսզի տանում են, որ հետո վտարեն այս երկրից 3 բիզնեսներ չեն անելու այդտեղ, ուրեմն այս անօրինականներին ոստիկանությունը, immigration-ի ոստիկանությունը այսը չի գալու իրենց ձերբակալի եւ երկրից անի։ Մեկ նրանք որ հողագործության աշխատում են Կալիֆոռնիայում մեծ եւ ուրիշ նահանգներում նաեւ Այովա օրինակ խոշոր հողագործություն է տեղի ունենում։ Այս այսպես մեծ ընկերություններ են, անձի կատարում այդ։ Եթե Ամերիկան որևէ երկիր չկարող այսքան ինչ որ ծորեն գարի եւ այդ հացահատիկներ այսպես ցանում են, արտադրում են նաեւ չկա Ամերիկայի նման, որտեղ մեքենայացված համակարգով կատարում են։ Դրանք այդ մեծ հողատերերը, այդ մեծ բիլիոնատերերը ճնշումներ բանացրին, որ աշխատողները վախից չեն գալիս, առանց իրենց մանավանդ բերք հավաքելու ժամանակ է հիմա կամ որոշ աշխատանքներ կատարելու ժամանակ է, նախագահ ուրեմն ասաց նրանք, որ հողագործության են աշխատում, էլ չգնան ոստիկանը չգնա ձերբակալի, հոթելներում են աշխատում եւ eatery ուտելիքի տեղում, մասամբ ռեստորաններում աշխատում են, առայժմ նրանց չեն վտարելու այս երկրից, որովհետեւ բոլոր թողերն էին, փախերն էին, ռեստորաններ կային, որովհետեւ աշխատող չունեն, ստիպված են փակեն։ Խոհարար չունեն, ուրիշ փակում էին ռեստորաններ, ուրեմն նրանց այսպես բացառաբար չեն երկրից վտարելու։ Ես հիմա Ամերիկայում տեղի ունեցող նախագահ Թրամփի հեռախոս է առաջարկում։ Այս հեռախոսը իր կամփանի ունի, ինքը իր տղաների հետ կամփանի ունեն, հեռախոս են առաջարկում, որ ասում են Ամերիկայում է պատրաստվել
եւ առաջարկելու են հանրությանը $499 մեկ ընկերություն են այսպես միջև հիմա որևէ նախագահ բիզնես չի արել այս երկրում նախագահները երբ որ գալիս են նախագահ են դառնում ինչ որ հարստություն ունեն ասում են տեղադրում են blind այսպես investment են անում այսինքն իրենք չեն կարող զբաղվել դրա հետ բայց նախագահ Թրամփը չստորագրեց այդ որ իր հարստությունը չեզոքացնի ինքը չմասնակցի հիմա բիզնեսին կապ չունենա այդպես չստորագրեց երբեք բոլոր նախագահները նախկինում արել են այդ եւ հիմա այդ աշխատանքներից մեկը հեռախոս է իր եւ տղաների հետ հեռախոս են վաճառում որը օգոստոսին առաջարկվելու է ընդամենը $499 է լինելու եւ ասում են Ամերիկայում պատրաստված հեռախոսը իսկ մեկ ընկերություն կա այս երկրում որ Ամերիկայում հեռախոս է պատրաստում ամեն կտոր այդ հեռախոսի միջի միայն ամերիկյան ընկերությունից են վերցնում հավաքելու հեռախոսարկելու առաջարկելու եւ $2000 է հեռախոսը ինչ որ ամենամեծը Samsung-ը եւ նաեւ Apple-ը ինչ որ երևի բոլորը այդ երկուսն է աշխարհով մեկ ամենամեծ հեռախոսի ընկերությունները նրանք իրենց հեռախոսը վաճառում են մոտավորապես $1000 է Չինաստանում մեծամասնություն պատրաստում է Չինաստանում բերում են այստեղ կամ Հարավային Կորեայում բերում են այստեղ $1000 է որ այնտեղ ավելի էժան է քան թե այստեղ պատրաստել ասացի այս ամերիկյան կամփանին այդ հնարավորությունները ինչ որ Apple-ը եւ Samsung ունի Apple Samsung-ը գիտեք ճիշտ կոմպյուտերը ինչ որ ուզում եք անեք հեռախոսի միջից կարող եք անեք այս ամերիկյանը ինչ որ ասացի $2000 է սահմանափակ է օրինակ մի բան պետք է այնտեղ պահեք տվյալները պահեք այդքան անսահմանափակ չի ինչ որ Apple-ն է կամ Samsung-ն է եւ իրենց վերջանում է 2000 հիմա բոլորը սպասում են երբ որ արտադրեն այդ հեռախոս տեսեն այդ ուր է պատրաստվում որ կտորներից է պատրաստվում որ ընդամենը ծախսը լինելու է $499 ես այստեղ ուզում եմ ցույց տալ այսպես խրախուսված նախագահի Անդրանիկ Զավակին եք տեսնում աչում ծախում ամենածախում իր կրծեր այսինքն նույն մայրից կրծերն հիմա ուրեմն նախագահը հոթել ունի բիզնեսի հոթել ունի նաև ուրիշ ապրանքներ է ծախում նաև գլխարկ է վաճառում նաև այս հեռախոսն է որ գրված է Թրամփ հեռախոսը տեսա քիչ առաջ եւ իր տղան է ասում է որ շուտով սա երեք խոսում էր շուտով Ամերիկայով մեկ դուք կարող եք գնաք իսկ ամսավճարը լինելու է $47 նկատի առնելով որ նախագահը ինքը 47-րդ նախագահն է ուրեմն տեսնում եք $47.45 սենտ 47 նախագահը 45 եւ 47-րդ համարն է Թրամփի համարն է տեսնում եք այդտեղ այսպես առաջարկվում է այսինքն Էրիկը Զավագն էր խոսում սա Դոնալդ Թրամփ ջունիորն է խոսում այսպես տեսնում եք սա հեռախոսն է տեսնում եք եւ դուք վճարելու եք ընդամենը $499 հիմա բոլորը զարմացած սպասում են որ ինչպես կարելի այդպես բան բայց եւ այնպես ասացի օգոստոսին երևի մասնագետները կնայեն եւ Ամերիկայում դիզայնն է Ամերիկայում պատրաստվում է այսպես տեսնում եք իրենց շնորհավորում են անձիկ հիմա այս ընկերությունն է ինչ որ ասացի որ այդ հեռախոսն է որ Ամերիկայում ամեն ինչ Ամերիկայում պատրաստվում է 2000 ծախս է լինում պատրաստում են ամերիկացի գործավորների միջոցով ապրանքներ բոլոր այս ասացի $2000 այդ անձը ինքը գործարանի տերը զարմանում ասում այդպես բան հնարավոր չի մեծ ծախսի է նայում 2000 մեկը կարողանա Ամերիկայում պատրաստի $499 հիմա ովքեր են գիտեք Samsung եւ Apple-ը ասացի $700-ից $1000 է կամ $1200 է ամենա թանկը $1200 այդքան է $300
ովքեր են գնում այդ $2000 հեռախոսները հիմա վաճառվում է մեկ ընկերություն առաջարկում է ասացի գնում են նրանք որ չեն ուզում ուտար երկրյա ապրանք գնեն եւ կարողություն ունեն $2000 տան թեև իր աշխատանքը այդ հեռախոսի սահմանափակ է գերատասում են ամերիկյան առնեն $2000 վճարեն այդ հեռախոսի համար ես ուզում եմ նաեւ հիմա խոսել Նյու Յորքում քաղաքապետարանի ընտրություն է քաղաքապետի ընտրություն է տեղի ունենում եւ տեխնացուներից մեկն է երբ որ այս immigration-ի ոստիկանները գալիս են միտեղ քննելու տեսեն անօրինականներին ձերբակալեն տեխնացուն կնում է եւ մխրճում այդ արծի մեջ իրեն շարունակենք տեսնում եք իրեն ձերբակալում են ոստիկանությունն այստեղ ինքը նաեւ պաշտոնյա է Նյու Յորքում կոնտրոլերն է եւ ձերբակալում են իրան եւ տեխնացու է քաղաքապետարանի այսպես քաղաքապետ դառնալու տեսնում եք ես պիտի դադար վերցնեմ շունը եւ արջը երբ դեմ դիմաց են գալիս ինչ է պատահում դրա մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը Court Furniture գտնում է Yokled եւ Central փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում եթե նոր mattress պիտի գնեք գրասեղան սեղան աթոռներ Court Furniture այցելեք Court Furniture-ը Ամերիկայում մեկ խանութ ունի 100 խանութ ունի Ամերիկայում Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե bankruptcy պիտի ֆայլանեք եթե երդե տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում եւ եթե accident-ը կունենում ավտովթար կունենում զանգարեք այս հեռախոս համարին Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը Եթե թաթի վրա, ոտքի վրա վերք է լինում, քայլում եք շնչասպառ եք լինում, այս հեռախոսը համարին զանգեք, ժամադրություն վերցրեք 4 կենտրոններ ունի կվերադառ։ Կալիֆոռնիայում ուզում եմ ձեզ ցույց տալ արջը, գիտեք այստեղ գալիս է երբեմն որոշ տարածքներում տներն է մտնում ուտելիք գտնելու։ Այդ բնակարանի մեջ շունը տեսեք կանգնում է իր առաջ, հաչում է իր վրա, արջի վրա, գիտեք, տեսեք ինչքան փոքրիկ, բայց ամենայն դեպս արջը մտնում է ու փնտրում է ու հետո իհարկե թողնում գնում է ու այսպեսով այս շունը աշխատում է այս հսկա արջի առջև կարողանա ապահով պահի այդ տունը Իսկ ես հիմա ուզում եմ խոսել Dolly Parton-ի մասին Dolly Parton-ը այս երկրի country music-ի ամենաճանաչված երկչույներից մեկն է եղել տարիները իր ամուսինը մոտավորապես մի 2 տարի մի տարի ու կես առաջ մահացավ իսկ որոշել են այս գալիք շուտով երբ որ պետք է նվիրաբաշխումներ լինի ասկրի եւ այսպես իրեն նաեւ որպես այդ նվիրաբաշխում նաեւ լինի Dolly Parton-ին honorary Oscar, ուրեմն Օսկարի հարգանքի պատվո այսպես նվեր ընծային իրեն Dolly Parton տեսնում եք որովհետև Dolly Parton-ը այն յուրահատուկ երգչուհիներից է եղել որ հաճախ տասնյակ տարիներ է միշտ իր ինչ որ արժությունը ունեցել միշտ հատկացրել է չքավորների օգնելու humanitarian award են տալիս մարդասիրական ամենաբարձր հարգանքը իրեն տեղի ունենալու այս ասկրի ժամանակ այդ ժամանակ նոյեմբերին է տեղի ունենել տեսնում եք Dolly Parton-ին ավել երիտասարդ ժամանակ այստեղ տեսնում եք իսկ մեկ ուրիշ անձի որ նաև այդ ժամանակ ասկրի նվիրաբաշխման ժամանակ նոյեմբերին պետք է նվիրատվություններ լինի իրեն այստեղ տեսնում եք Tom Cruise-ն է որ այդ honorary Oscar-ը ստանալու է 35 տարի առաջ առաջին անգամ ինքը ստացել է հիմա ավել տարեց է ամենայն դեպս նորից այս անգամ իհարկե պատվո նվեր են տալու իրեն այստեղ տեսնում եք Tom Cruise-ին
Ես պիտի դադար վերցնեմ եւ վերադառնամ դադարից մեկ անձնավորություն խանութապան, որը ցանկություն ունի օգնելու երեխաներին, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում։ Եթե այս տարեցների կենտրոնը ցանկանում եք գնաք, իրենք բաս ունեն, մի բաս ունեն, ցես կտանեն ու ցես կվերադարձնեն։ Նաև այնտեղ կարող եք դուք զբաղվեք խաղերով ձեր հասակակիցների հետ։ Հեռախոսը ստեղ տեսնում եք զանգահարեք։ Անհաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, որ ձեզ է առաջարկում այս սուրճ պատրաստելու ապակիից, այստեղ տեսնում եք ձեռքիս մեջ ապակիից եւ մյուսը տեսնում եք, կարող եք գնալ այնտեղ վերցնել ընդամենը $9.99 քաֆի փաթ կարող եք այցելեք ու վերցնել գինի իջեցրեն, որպեսզի դուք անպայման կնեք այդ կվերադառնա։ Staten Island-ում Նյու Յորքում մեկ խանութապան, որ ինքը եկել է Եմենից է եկել, խանութը բացել է, սա այդտեղ convenient store են կոչվում, փոքրիկ նպարատում պատկերացրեք այսպես, եւ ասեն ով իր վկայականը բերի, եւ այդտեղ վկայականը ցույց տա, որ լավ նիշեր ունի, այսպես նոմերը ինչ որ ստացել է դպրոցում բարձր է, ես իրեն կտամ ըմպելիք, քոկ, պեպսի եւ չիփս կտամ ձեզ, եթե այդպես։ Ու այսպես այդ շրջապատի դպրոցական երեխաները աշխատում են, լավ նիշեր են ստանում, վկայականը վերում են այս մարդուն, ցույց են տալիս, ինք տալիս։ Այնքան շատ անում է այս հարցը, որ մեկ սայթ է բացանում, որպեսզի ով որ ուզում է կարողանա օգնել, իր եղբայրը իհարկե բաց է անում այդ սայթեր բաց են անում եւ ասում են եթե ցանկություն ունեք օգնելու, որպեսզի գրվում է այնտեղ, որ երեխաների կյանքը փոխելու համար, որպեսզի ավել շահագրգռվեն, խրախուսվեն, ուրեմն դուք նաև գումար օգնեք, որտեղ ես խանութպանը մել սրանից ավել չեմ կարող օգնել եւ այս անգամ օգնում են ոչ թե միայն չիփսով, այնքան գումար են մարդիկ հատկացնում այդ խանութին, ոչ թե չիփսով եւ քոքայով, այլ ուտելիք, հաց եւ այլն։ Ես այստեղ ցույց եմ տալիս, տեսնում եք վկայականն եք տեսնում, վերում են ցույց են տալիս եւ խանութապանը տեսնում եք, ահա եկել են $100 տալիս է եւ ուտելիք էր հատկացնում նաեւ, այսպես ամեն տեղը սկսում են գալ, այդ ժամանակ է որ ասացի, հետո պահանջում են սայթ են բացանում, այսինքն կոմպյուտերի միջոցով Valley անուն այս մարդու տեսնում եք այսպես ուրախությամբ շարունակում է ով որ այդպես հաջողությամբ վկայականը բերում ցույց է տալիս այստեղ անձնավորության եք տեսնում որ փոքրիկ երեխաներ նաև գալիս են եւ իր ուրախության եւ այս երեխաների ուրախության շարունակվում է այս աշխատանքը ինչ որ տեսնում եք հիմա ավկիտ ուտելիք տալիս է իրենց որ տանեն տուն այսպես տեսնում եք հաջողությամբ բոլորի հետ հիմա նկարվում է ծրագիր եկավ իր ավարտին ցես կհանդիպեմ վաղը մի շնորհ հանդիպ